Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական Անադոլու գործակալությանը եւ նշել, որ դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընթացող կարգավորման գործընթացը։ Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը, իսկ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Փարիզ մասնակցելու ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից, որում տեղեկացվում է Ռուսաստանի Եվրոպական խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Նշվում է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրոպական խորհրդից։ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միաձայն դատապարտել է որպես ռազմական հանցագործի։ Բանաձևը կոչ է անում Հագայի միջազգային քրեական դատարանին եւ այլ երկրներին հետաքննել Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ նրա վարչակարգի, ներառյալ ռուս զինվորականների մեջբերում եմ ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման ժամանակ։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է 3 լրագրող, վիրավորվել 35-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ Մոսկվան ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու եւս 12 ամերիկացի պաշտոնյաների մուտքը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ՌԴ-ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ռուսական պատժամիջոցային ցուցակում է նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ այլ գործիչներ։ Ուկրաինայում պատերազմը Թուրքիայի տնտեսությանն արժեցել է 35-ից 45 միլիարդ դոլար, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նավթի 1 բարելի գնի յուրաքանչյուր $10 աճը Թուրքիային արժենում է մոտ 5 միլիարդ դոլար։ Այս մասին ասել է Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի ղեկավարը, ըստ նրա սպասվում է, որ Թուրքիայի ընթացիկ դեֆիցիտը կմեծանա, իսկ ներդրումները տնտեսությունում կդանդաղեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նրանք անդրադարձել են նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությանը։